Պակաս պոեզով եկավ, օրես արև, էս ինչա, էս շնորհությունա։ Մենակ չմանիպուլացնեք, որ էս տողու հետ եմ, ոչ, ես երևույթի հետ եմ։ Այս երևույթը, որը բերել է այս տարին։ Ճանաչողներ կա ինձ գրեկլը։ Պարոն վարչապետ, դուք գիտեք, որ Հայաստանում կառուցվել է եզդիական տաճար։ Մեծ շատ հարգելի Աստված հոգին լուսավորի Բարերար Միրզայի կողմից։ Ու մենք սաղս էլ գիտենք ու տեսնում ենք, որ տարբեր երկիրներից, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդպես էլ տարբեր երկիրների ղեկավար այցելում են մեր եզդիական տաճար։ Միգուցե որոշ տեղ ծանոթանալու մեր հավատքին, ու միգուցե որոշ տեղ ծանոթանալու մեր ադատներին, ինչպես նաև ծանոթանալու մեր հերոսներին։ Պարոն վարչապետ, մեզ շատ հետաքրքիր է, ինչն է պատճառը, որ մինչև այսօր դուք գրեթե մեկ անգամ չեք այցելել մեր եզդիական տաճար։ Պարոն վարչապետ, ես կուզենայի ևս մեկ հարցի անդրադառնալ։ Մենք բոլորս էլ հիշում ենք մարտի 1-ը, այնպես չէ, որ մենակ դուք եք այդ հիշում։ Մենք նաև հիշում ենք այն խոսույթը, որը ժողովրդի մեջ էր պտտվում, երբ որ ձեզ հարց են տալի եզդի ազգի հետ կապված, ձեր պատասխանը եղել է այն, որ եզդի ազգն էլ թող սիկտիր ելնի։ Պարոն վարչապետ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով չէ, քանի որ ես ներկա չեմ եղել ու ես անձամբ այդ չեմ լսել, բայց ինչքան էլ որ խոսույթը ժողովրդի մեջ պտտվող սուտ լինի, որոշ չափով ճիշտ բան կլինի այդ խոսույթի մեջ։ Դա ցույց է տվել թե մեր կյանքի փորձը, թե մեր մեծերի կյանքի փորձը։ Պարոն վարչապետ, ես կուզենայի ձեզ հիշեցնել, որ մեր եզդի ազգը քիչ ներդրում չունի ներկայիս անկախ Հայաստանի Հանրապետության մեջ։ Ու կուզենայի ձեզ հիշեցնել, որ Իշնորհիվ Ուսուբեկի մեր եզդի ժողովուրդը Հայաստանում ապրող, թե Հայաստանից դուրս եկածած եզդի ժողովուրդը կրում է հայկական ազգանուններ, վերջավորությունը յանով։ Մեր Ուսուբեկի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է որպես անկախ պետություն, որովհետև այդ ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ուզում էր անկախանալ, չէր կարողանում անկախանալ, քանի որ քանակի պակասություն ուներ։ Ու մեր եզդի ժողովուրդը ընդունելով հայկական ազգանուն, ի շնորհիվ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է որպես անկախ պետություն։ Միգուցե դուք տեղյակ չեք, կուզենայի ձեզ տեղեկացնել այդ մասին։ Ու շատ կուզենայի, որ լիքը հայեր դա իմանային, քանի որ ոչ մի տեղ չի ասում ու քանի որ ոչ մի տեղ չի շեշտվում։ Այո, հարգելի հայ ժողովուրդ, ի շնորհիվ եզդի ժողովրդի Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է անկախ պետություն։ Նախ ասեմ եղբայր, որ ես քեզ չեմ ճանաչում, բայց շատ կուզենայի հանդիպեի, որտեղ լիքը ասելիք ունեմ քեզ։ Լիքը խոսալու բան կա։ Էջդ հետ ազոտեցի, Վասմեկանեչնիկ, Մոսկվայեն, գիտես ում, հետևդ դրած նկարը, ճիշտ տղա ես էլի, բայց ճիշտ տղա, բայց որտեղ է գրված, որ կարաս հերնես ինչ-որ մի բան ասես, ինչա թե այտենց ասեկոսներ կան, Այդ որտեղ է այտենց բան գրած ձեր հասկացողությունների մեջ, մի հատ կարաս ասես, ես ամենայն լրջությամբ եմ ասում, ուզում եմ քո հետ հանդիպեմ, մենակ, ասում ես Նիկոլը ասելա սիկտիր ելնեմ, աղբեր ջան ասել ես, բեր մի հատ փաստի, ես էլ լսեմ, ես էլ տեսնեմ, ի՞նչ է նշանակում ասում են, Խի դու այդ տղեն ես, որ ասելով ես, պրոստը ասեկոսներով ես շարժվում, լուրջ ես ասում, դե լսի աղբեր ջան, ես քեզ մի հատ հասարակ տարական բան բացատրեմ, ուրեմն քո քրոջը յուրաքանչյուրը կարա ուրեմն փչացնի այդ ասեկոսներով էլի, ասենք վիզդնի, տարբեր տեղեր ասի լսել եմ, որ փչացած է, բայց ես չեմ հավատում, այդ բառն էլ ավելացնի, որ իրանից սպրոս չլինի էլի, ուսես տարածվի, վերջ մել այդ մարդու անունը հանեն այդ աղջկա, այս է կոչվում ասեկոսներ, իսկ դու այդ վայսմեկանեչնիկներս են ֆրցնելով չոտկեկը սենց մատերիդ վրա, ոնց հասկացա ճիշտ տղա ես, հա, բայց ճիշտ տղեն տես բան անում, հա, ես քեզ ասեմ դու շատ վտանգավոր խաղ ես սկսել ապեր, Էսի պարակտիից երկիրը ներսից քայքայող դու գործընթաց ես սկսել, օրակարգ ես բերել, Նիկոլը մի հատ ղեկավարն է եղել, որ դիմում է ժողովուրդ, այլ ոչ թե հայ ազգ, որովհետև հասկանում է ու հարգում է այդ երկրում ապրող բոլոր ազգերին, բոլոր ազգային փոքրամասնություններին, հասկացա՞ր տղա ջան, տարբերությունը մի հատ ջոգ է էլի, այս հայանպաստ ընդդիմությունը միշտ հայ ազգ է ասում, միշտ հայ ազգ, իսկ Նիկոլը ժողովուրդ, որում իրան մեղադրում են, ասում են հայ ազգի դարձրեց ժողովուրդ, իսկ ինքը ինչի է դիմում ժողովուրդ, որովհետև գիտի, որ այս երկրում այս պետությունում ինչքան էլ մոնոպետություն ենք, կան լիքը ազգեր, որոնք հարգված են Նույն կերպ ոնց որ ես, հայս, ու նման պարակտիչ,
նման թյուրիմար թեզեր հանգարց չբերես մեր պետություն, որովհետև դու կլինես առաջին թշնամին այս պետության ու դրանով դու հարգանք չես ձեռք բերի եզդի եղբայրների կամ քույրերի նկատմամբ, դու հակառակը կանես, էսի հակառակ էֆեկտ է տալու, էսի մեկը միշտ հիշի, ինչ ասում է Նիկոլա Ասլասիկտիր, ես քեզնից սպասում եմ ապացույց, հիմա գամ են անկախության պահով, որ եզդիների շնորհիվ մենք անկախություն ենք ստացել, քեզ թվում է ես դեմ եմ որ տենց բան լինի, եթե կա տենց փաստեր պատմական, բեր մենք էլ իմանանք, բայց այդ չի նշանակում որ դա փոխելու է մեր վերաբերմունքը եզդի եղբայրների կամ քույրերի նկատմամբ, պես իշտ տոֆտաբան ես բերել, կարաս մի հատ բացատրես, ասենք նման պատմական փաստեր ես կարող եմ պատահի դրանից հուզվեմ կամ ես իմ ինչ որ մի բան փոխվի իմ մեջ, չի փոխվելու, ես ոնց հարգել եմ եզդիներին, նենց էլ հարգելու եմ, ինձ սա համացանցը եզդի ասում, տեղյակ ես, ու ես ասում եմ, եթե ես եզդին եմ, կհպարտանայի որ եզդի եմ, ես հայ եմ, հպարտանում եմ հայ եմ, ես ինչ պարակտիչ բան եք բերում, արա, նորից եմ կրկնում, չգիտեմ որտեղ ես դու ապրում, ես ուզում եմ քո հետ հանդիպեմ, ես լիքը ասել